Մասնագիտական կողմնորոշում նախագծի շրջանակներում այս անգամ նույնպես 10-րդցիներին հյուրընկալվել էր ճանաչված բժիշկ, ով նաև հանրային մարդ է, բազմիցս ելույթ է ունեցել հեռուստաեթեր։ Խոսքս սրտաբան, թերապևտ եւ ծերաբան Լամարա Մանուկյանի մասին է, ում ներկայացրեց դպրոցի տնօրեն Նատալիա Ստեփանյանը։ Մեր աշակերտներն այսօր հերթական անգամ մենք հանդիպում մարդկանց հետ, ովքեր իրենց կենսագրությամբ, իրենց կյանքի բովանդակությամբ հասել են այնպիսի հաջողությունների, որոնք կարող են ուղենիշային դառնալ ձեր հետագա մասնագիտական կողմնորոշման համար։ Եվ այսօրը բացառություն չէ, Տիկին Լամարան, որը շատ հայտնի բժիշկ է, հիմա կներկայացնի իրեն, եւ արդեն հետաքրքիր զրույցից հետո դուք հնարավորություն կունենաք նաեւ ձեր հարցադրումները հղել եւ այսպես մի փոքր զրույցի մեջ մտնել Տիկին Լամարայի։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ես կարծում եմ, որ մեր զրույցը պետք է շատ հետաքրքիր լինի։ Ես Լամարա Մանուկյանն եմ, ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, մասնագիտությամբ թերապևտ, սրտաբան, ծերաբույժ եւ նաեւ առողջապահության կազմակերպիչ։ Ներկանամ, որ դուք ինձ ճանաչեք, ունեմ 33 տարվա աշխատանքային փորձ։ Եվ այսպես Լամարա Մանուկյան ծնվել է Երևանում, սովորել է Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում, իսկ ավարտել է Գևորգ Էմինի անվան թիվ 182 դպրոցը։ Երբ 7 տարեկանում նոր էր գնացել դպրոց, հարցրել են, ինչ ես ուզում դառնալ, եւ փոքրիկ Լամարան առանց բառը գիտակցելու ասել է բժշկող, ռուսերեն ասած իսցիլитель։ Այն ժամանակ նա դեռ չէր հասկանում, որ բժշկողը կարող է եւ բժիշկ չլինի։ Պարզապես աղջնակը հասկանում էր, որ ուզում է բուժել, օգնել մարդկանց։ Եվ այդ երազանքով ապրեց 10 տարի ու 1987-ին իրականացրեց իր երազանքը, ընդունվելով Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական այն ժամանակ ինստիտուտի բուժական ֆակուլտետ։ Բավական դաժան տարիներ էին, երկրաշարժ, Արցախյան շարժում, պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ։ Այդ տարիներին դասերը հնարավոր էր սովորել միմիայն մոմի լույսի տակ։ 6 տարի ուսում, ապա ինտերնատուրա ընդհանուր պրակտիկայի բժիշկ մասնագիտությամբ Էրեբունի բժշկական կենտրոնում։ Բժիշկը դա ապրելակերպ է։ Դու չես աշխատում միայն քո աշխատանքային ժամերին, դու ապրում ես դրանով։ Եվ ձեր կողակիցը, ձեր ընտանիքի անդամները, բոլորը պետք է հասկանան, որ բժշկությունը դա ապրելակերպ է։ Իրանք քեզ այդպեսին պետք է ընդունեն եւ հարմարվեն այդ ապրելու տեսակին, որովհետեւ այլ կերպ չես կարող բժիշկի հետ ապրել։ Ես միշտ ասում եմ, կին եւ բժիշկին դրանք տարբեր հասկացություն են։ Կինը ուրիշ բան է, բժիշկինը դա լրիվ ուրիշ բան է, դա լրիվ տարբեր հասկացություններ են։ Դուք պետք է կարողանաք ընդունել եւ ձեր հարազատները, ձեր բարեկամները, ձեր ընտանիքի անդամները պետք է հասկանան, որ ձեր հետ ապրելը դա այլ կյանք է։ Ամեն մի փրկված կյանք, ամեն մի գոհունակ բուժարու, այդ արդեն հերոսություն է։ Դա ինքը հավասարազոր է հայրենիքը պաշտպանելու, ինքը հավասարազոր է այլ կարևոր առաքելությունների, որ մարդը ունի եւ անում է իր կյանքում։ Նա անցավ բազմաթիվ վերապատրաստումներ, ուսումնասիրելով ներքին հիվանդություններ մասնագիտությունը, ընդհանուր եւ նեղ թերապևտիկ, անհետաձգերի եւ արտակարգ իրավիճակների բժշկությունը, ինչպես նաեւ համակցված համախտանիշների եւ հիվանդությունների ախտորոշման եւ բուժման արդի խնդիրները։ 1995-ից աշխատել է բժշկական տարբեր հիմնարկներում, սկսած շտաբ օգնությունից մինչև տարբեր բժշկական կենտրոններ, որպես թերապևտ, թերապևտ խորհրդատու, թերապևտիկ ծառայության ղեկավար։ Քովիդի դաժան տարիներին աշխատել է Քանաքեռ Զեյթուն բժշկական կենտրոնում որպես հետ-քովիդային վերականգնողական ծառայության ղեկավար։ Առ այսօր հանդիսանում է Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի ասիստենտ։ Իսկ ահա 2019 թվականի վերջում հեռահար մասնագիտացման միջոցով գերիատրիա փորձագիտության եւ գնահատման Սարատովի բժշկական ակադեմիայում ստացել է տարեցաբանի որակավորում աշխատանքի իրավունքով։ Դա բացառիկ մասնագիտություն է։ Նա դարձավ Հայաստանում առաջին մասնագետը եւ առայժմ միակը։
Գերիատրը կամ գերիատրիկ բժիշկը տարեցների առողջության, հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման մասնագետ է։ Նա բուժում է ծերության հետ կապված բազմաթիվ հիվանդություններ, հաշվի առնելով օրգանիզմի տարիքային առանձնահատկությունները եւ նպատակ ունենալով բարելավել տարեցների կյանքի որակը։ 65-ից բարձր օրգանիզմում կատարվում են այնպիսի փոփոխություններ եւ իրանց բուժման տակտիկան տարբերվում է ինչ երիտասարդի մոտ հիվանդությունը ծերերի մոտ այլ ընթացք ունենում հիվանդություններ կան որ բնորոշ են միայն տարեցներին այսինքն այս ամեն ինչը մեր բժշկությունը պետք է իմանա այն երկիրը որտեղ 65-ից բարձր կազմում է 4%-ից ավել կոչվում է ծերացող երկիր մեզ մոտ 11-12% է այս պահին եւ 2050 թվականին մեր 65-ից բարձր տոկոսը կլինի 23% ծերեր կունենանք, այսինքն մենք գնում ենք դեպի ծերացման եւ ասեմ, որ հիմա մեր միջին ապրելությունը 75-76 տարեկան է, 2050 թվականին դառնալու է 80։ Լամորա Մանուկյանը թերապևտների, սրտաբանների եւ գերիատրիայի ու գերոնտոլոգիայի բազմաթիվ միջազգային ասոցիացիաների, միությունների, ակադեմիաների անդամ է։ Ալբերտ Էյնշտեյնի անվան Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի բժշկական գիտությունների պատվավոր դոկտոր, մագիստրոսի աստիճանով բիզնես վարչարարության եւ բուժ հաստատությունների կառավարման մասնագետ, ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ։ Միշտ մասնակցում է գիտաժողովների, միջազգային կրթական ծրագրերի, կոնֆերանսների, գործնական դասընթացների, կազմակերպչական աշխատանքների։ Մեկ տարի առաջ 2025-ին կազմել է տեխնազոական ատենախոսության անոտացիոն պլան Հայաստանի Հանրապետության 65+ տարիքի բնակչության անհատական կենսունակության եւ ներքին կարողությունների գնահատումը թեմայով։ Աշակերտների հետ հանդիպման ընթացքում արծարծվեցին տարբեր թեմաներ։ Օրինակ, բժշկուհին խոսեց առողջ ապրելակերպից, որն անչափ կարևոր է իմանալ եւ կիրառել։ Մենք անդադ ասում ենք այդ առողջ ապրելակերպը, բայց ինչ որ մի ձևով պատկերացնում եք, այդ ինչ է այդ առողջ, ինչ է իրանից ներկայացնում առողջ ապրելակերպ։ Առողջ սնունդն է, առողջ քունն է, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ոչ թե նստակյաց կյանքը, հետո վնասակար սովորություններից հրաժարվելն է, եւ ամենակարևորը գիտեք որն է, այս 5-րդը ես միշտ ասում եմ, պոզիտիվ լինելը։ Այսինքն օպտիմիստ եւ պոզիտիվ լինելը։ Գիտեք, հիմա բժշկությունը գնում է 5P ձևաչափով, հա, պրևենտիվնը, պրոֆիլակտическое, персифицированное եւ այլ եւ այդ 5-րդը պոզիտիվն է։ Այսինքն եթե բուժարուն դրական է տրամադրված, եթե ինքը տրամադրված է բուժվելու, ինքը կբուժվի, եթե մարդը տրամադրված չի բուժվելու, ինքը չի բուժվելու։ Ես համաձայն եմ, այո, դրա համար եմ ասում, բժիշկ լինելը դա մեծ բարդ գործառույթ է, միայն գիտելիք ունենալը քիչ է, որ դու դառնաս բժիշկ։ Անչափ կարևոր է ուշադրություն դարձնել քնի ռեժիմին։ Առողջ ապրելակերպի շրջանակներում պետք է քնել 6-ից 9 ժամ, որը նորմալ հանգիստ է ապահովում։ Այդ ընթացքում հանգստանում է ոչ միայն ուղեղը, այլ նաև բոլոր օրգանները։ Օրգանիզմում կա քնի հորմոն, որը կոչվում է մելատոնին։ Այն սկսում է արտադրվել երեկոյան ժամը 9-ից։ Երեկոյան 11-ի կողմերը սկսում է ավելի լուրջ քանակով արտադրվել, որը ժամ առ ժամ կրկնապատկվում է եւ գիշերվա ժամը 3-ին հասնում է պիկի, ապա կամաց սկսում է պակասել։ Ուստի պետք է քնել այն ժամանակ, երբ այդ մելատոնինը արտադրվում, այսինքն 11-ից 3-ը։ Մենք պետք է այդ ընթացքում քնած լինենք, իսկ 3-ից հետո, երբ օրգանիզմը ուզի արտանալ, կարող եք արտանալ։ Դա նորմալ է։ Միայն թե 3-ից հետո նոր չպարկեք քնել։ Ինչ անենք, որ 11-ին քունները ստանան։ Անպայման պետք է մանգակ մաքուր օդի, պետք է քայլեք։ Հաց ուտել 2 ժամ մինչև քունը չի կարող։ Որովհետև եթե դուք հաց եք ուտում, իսկ մենք բոլորս անում ենք դա, չէ՞։ Չի կարելի հաց ուտել քնելուց առաջ, որովհետև սկսում է ծանրաբեռնվել ստամոքսը մարսել, դուք չեք կարող քնել։ Դա պետք է անպայման իմանալ։ Հետո անմիջապես քնելուց առաջ, եթե թեյ եք խմում, մի խմեք։ Միշտ հիշեք, թեյ խմելուց հետո 45 րոպե հետո ցանկացած ժամի օրվա
միզարձակման պահանջ է առաջանում։ Այսինքն խմեք մի քիչ ավելի շուտ, 2 ժամ առաջ այդ թեյը։ Իսկ ահա վնասակար սովորությունների մասին խոսելիս Տիկին Լամարան ուղիղ հարց տվեց լսարանին. ծխողներ կան եւ ինչպես սպասվում էր բոլորը ժխտեցին, ինչին իհարկե հասկանալի պատճառներով չհավատաց։ Ինչ վերաբերում է ոգելից խմիչքներին, նա բացատրեց հետևյալը. շաբաթը 3 անգամ կարելի է ըմպել 1 գավաթ կարմիր խաղողի գինի, որն իր մեջ պարունակում է հակաօքսիդանտներ, որը լավացնում է անոթների թափանցելիությունը, նվազեցնում է ստրեսը։ Շաբաթական 3 անգամ օգտագործելը թույլ չի տալիս նաև, որ լյարդը ախտահարվի։ Սպիրտը օրգանիզմից դուրս է գալիս 72 ժամվա ընթացքում։ Մեկ էլ ուզում եմ խոսեմ կախվածություններից, այս հեռախոսներից, գաջետներից, վիրտուալ աշխարհով ապրող մարդիկ ավելի շուտ են մեկուսանում, ավելի հակված են դեպրեսիաների, ավելի հակված են տագնապային խանգարումների եւ ավելի շուտ են ծերանում։ Այդ լուրջ հետազոտություններ են, իսկ բնական շփումը ավելի լավ է զարգացնում ուղեղը, հետո մեծ տարիքում ավելի քիչ են այդ մարդիկ հակված լինում դեմենցիայի։ Անպայման պետք է քայլեք, անպայման պետք է քայլեք օրվա ընթացքում, կլինի կապ չունի թե որ ժամին եք քայլում եւ այլ 4 կիլոմետր բոլորը պետք է քայլեն, որպեսզի պահպանեք ֆիզիկական առողջությունը։ Եթե ժամանակ չունեք գոնե տրենաժորնի զալ կամ չգիտեմ այլ սպորտաձևերի գնալ, բայց պետքա քայլեք։ Քայլելը շատ կարևոր է, որտեղ քայլելը տեսեք համ զարգացնում է, բոլոր մկանները աշխատում են։ Թվում է թե քայլում ես, մենակ ոտքերը տա, ոչ։ Բոլոր եւ միտքն է աշխատում քայլելուց։ Այն մարդիկ տարեցները, որոնք չեն կարողանում քայլել, մենք իրանց ասում ենք կանգնեք, աթոռին բռնվեք եւ այդ քայլելու իմիտացիան արեք, որտեղ այդ քայլելու ժամանակ գլուխը աշխատում է, ուղեղը աշխատում է, որպեսզի հետո կոգնիտիվ կամ ճանաչողական իմացական խանգարումներ չլինեն։ Անչափ կարևոր է ուշադրություն դարձնել վիտամինների, միկրոէլեմենտների պակասության վրա, ինչպես օրինակ երկաթը, վիտամին D-ն եւ վիտամին B12-ը։ Իսկ այս տարիքում այդ լրացուցիչ վիտամինների ընդունումը չի հագեցնում արդեն օրգանիզմի թուլացմանը, որ օրգանիզմին սովորեցնում են, որ պիտի լրացուցիչ օգնություն ինքը ստանա։ Այո, ես տեսեք, այդ էլ շատ լավ բան ասեցիք։ Մենք ինձ անդադ զանգում են, ասում են, բժշկուհի ջան, գարուն է, մի հատ իմունիտետի դեղ կասես խմեմ, մի հատ վիտամին կասես, այ եղբայր, ինչի իմունիտետի դեղ ասեմ խմես, քո իմունիտետը շատ ով ասել, ոնց ես գնահատել, որ վատ է։ Այդ ես միշտ այդ ուզում եմ ասել, այդ վերցրեք ձեզ նա вооружение, եթե ինչ որ մի բանը ստուգած չի, դա չի նշանակում, որ ձեր մոտ դա վատ է։ Այդ նույն ձևով էլ ես իրան ասում եմ, մի հատ էլ շաքարի դեղ ասեմ խմի։ Մի հատ էլ ճնշման դեր նասյակի խմի։ Մեկը այն էլ չես ստուգել, այս էլ չես ստուգել։ Ինչի իմունիտետի դեղը կարելի է առանց իմունիտետը ստուգելու խմել, իսկ շաքարի դեղը չի կարելի առանց շաքարի ստուգել։ Այո, ոչ իհարկե, ոչ վիտամինները, ոչ էլ լրացրեք սնունդով։ Այդ լրացեք, ես գիտեմ, որ երիտասարդների մոտ շատ կա, որ միտք չեն ուտում, բայց ինչի չեն ուտում։ Մրգով, բանջարեղենով լրացրեք, պետք չի հավելյալ վիտամիններ խմել։ Վիտամինը խմում ենք այն դեպքում, եթե մենք աստվածի իրա ցածր ունենք, իսկ մենք կարող ենք ստուգել ընդամենը 2 վիտամին, B12-ը եւ D-ն, ուրիշ վիտամին չենք կարող ստուգել։ Ավելնոց պետք չի դրանք խմել։ Հիմա այնքան շատ են կենսական հավելումները, այնքան շատ է առաջարկը հատկապես ինտերնետով։ Ով ինչ ասես կարող է առնի խմի, հետո ոչ ոք չգիտի թե այդ դեղերի բացասական ազդեցությունը ինչ է լինելու եւ վաղը ինչ ձևով դա կարող է արտահայտվի։ Զրույցը տևեց շատ երկար, այն անչափ հետաքրքիր էր։ Ինչպես նշեց Նատալիա Ստեփանյանը, Տիկին Լամարան տվեց ոչ միայն բժշկական գիտելիքներ եւ մասնագիտական կողմնորոշում, այլ նաեւ կյանքի կարևոր դասեր, որոնք հուսով ենք այս աղջիկներն ու տղաները կտանեն իրենց հետ եւ կյանքում կանեն ճիշտ հետևություններ։ Բժիշկ ողորմած իմանալ, որ պետք է լավ բժիշկ դառնալ։ Իչակ բժիշկ չի լինում, կամ չպետք է դառնալ բժիշկ, կամ պետք է լավ բժիշկ լինեք։ Հենց որ ձեզ բարի ճանապարհ, բարի երթ դեպի այս նոր
բար, ինչու՞ չէ կյանքը, որը լի է հետաքրքիր եւ նաեւ ինչու՞ չէ անակնկալներով, ամեն դեպքում կյանքը շատ հաճելի է եւ պետք է կարողանալ ճիշտ ապրել այդ կյանքում, որ հետո կյանքի ավարտին արդեն ունենալ որևէ վաստակ։ Առաջինը շատ սիրուն սերունդ ունենք։ Մեկը մեկից սիրուն է նայում ու հիանում, երկրորդը շատ խելացի, շատ հասուն, շատ այսպես կայուն մտքերով մարդիկ։ Շնորհակալ եմ շատ։ Եղեք առողջ, իրազեկված, պաշտպանված եւ նպատակասրած։ Այդ բառը 4 նպատակի։ Ֆորմուլա ուспеха։ Да, формула успеха։